Երեք ամբողջ օրը փորձել եմ սովորել, բայց չի ստացվում։ Ես առարկան չեմ սիրում։ Ընկեր Գրիգորն է մեղավոր, միշտ թերագնահատում է մեզ։ Ընկեր Մակարյանը տես չէր անում։ Մտածում եմ երիտասարդ ուսուցիչները միշտ բարի են լինում։ Ինքը չգիտի բարի լինելը ինչա։ Հիշում եք, որ ընկեր Մակարյանը մեզ վերջին ուսուցիչն էր բացատրում։ Ինքը հենց այդպիսին է, Երանի բոլորը տես լինեն։ Բարև ձեզ։ Այս ժամը դուք եք հիմնել ընկեր Մակարյանը։ Չէ, ես եկել եմ գրքերս վերցնեմ։ Իսկ ով է այս ժամին ձեզ մոտ։ Նեղված եք։ Երևի, որ դասեր չեք սովորել։ Չէ, սովորել ենք, ուղղակի ընկեր Գրիգորը ինչպես միշտ մեզ նեղացնելու։ Ուղղակի ընկեր Գրիգորը ուզում է, որ դուք լավ սովորեք։ Չէ, ընկեր Մակարյան, ուղղակի ընկեր Գրիգորը շատ չար է, ձեր նման չի, ընկեր Մարտիրոսյանի ու ուրիշ դեր դասատուների նման չի։ Մենք չենք ուզում, որ ինքը մեզ դաս տա։ Ինքը նենց է անում, որ մենք էլ չենք ուզում սովորենք։ Երեխեք, ես հասկանում եմ, որ դուք նեղվել եք դասախոսի խստությունից, բայց այդպես արտահայտվել չի կարելի։ Ես կխոսեմ ընկեր Գրիգորի հետ, բայց դուք էլ պիտի խոստանաք, որ հաճախելու եք դասերի, բայց ոչ վատ տրամադրվածությամբ։ Լավ։ Առայժմ Որ նորմալ բողոքենք, հիմա իրան վաղուց հեռացրած կլինեին դպրոցից։ Այս տարիքում մեր ասածը ոչ ոք ինք չէր ընդունել դասախոսին հեռացնելու համար։ Բայց ամեն դեպքում պիտի փորձենք։ Ես իր դասերին էլ չեմ նստելու։ Ու հաթող ինձ հեռացնեն դպրոցից։ Դες պետք չի։ Քեզ ես վնասելու ոչ թե իրան։ Բայց ահավոր կերպար է։ Իրան թվում է ուսուցիչ է ու վերջ, ոնց ուզի պիտի հետներս խոսա։ Վայ լավ մանե, դու էլ ավելի ես թեժացնում իրավիճակը։ Ճիշտ է ասում։ Ավելի լավ է գնանք տնօրենի մոտ բողոքենք։ Ոնց հասկանում եմ մյուս դասանի երեխեքն էլ են դժգոհ։ Իրանք ավելի շուտ ուսուցչի ասածը կլսեն, քան մեր։ Իմաստ չկա։ Մի անգամ փորձեցինք, ասեցին. «Սովորեք, որ բոլորը միշտ ձեր նազուտ ուզը տանում են»։ Դե հա տենց է, չէ։ Ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Երեխեք, ես առաջարկ ունեմ։ Կարող է բոլորս հրաժարվենք դասային մասնակցելուց, կարող է այս ժամանակ ավելի լուրջ վերաբերվեն մեր ասածներին։ Կամ էլ մեր տանեցիների հետ խոսենք։ Թող իրանք էլ բողոքեն։ Մեծ մարդիկ ենք։ Մեր հարցերը պիտի մեր տնեցիք լուծեն։ Եկեք գնանք, հա, համակարգչային պիտի գնանք, չուշանանք։ Սյուս կապիզներ մի արա, էլի։ Այս ժամն էլ հո ինքը չի։ Երեխեք։ Ինչ եք հավաքվել։ Դուք դասի չեք։ Դե մի քիչ շուտ էինք վերջացրել, դրա համար որոշեցինք գանք այստեղ։ Ահա։ Իսկ ինչի եք անդրամադիր։ Ինչ ա եղել։ Ինչ-որ բան ա եղել։ Հա, եղել է ընկեր Մակարյան։ Բայց ոչ մեկին չի հետաքրքրի ու բողոքելուց հետո ավելի վատ է լինելու։ Բոլորիս հետ թարսվելու է։ Նախորդ անգամվա նման։ Ընկեր Գրիգորի հետ է կապված։ Ինչ ա եղել։ Ասեք տեսնեմ։ Ոչ մի նոր բան։ Նոր է եկել մեր դպրոց։ Փոխանակն է ծանի, որ բոլորը իրան սիրեն, իր դասերին սիրով մասնակցեն, հակառակն է անում։ Սյուզի նստած իր գրավորն էր գրում, երեխեքից գրիչ ուզեց։ Մտածեց բանը հարցնում, տետրը վերցրեց ու առանց լսելու պատռեց։ Հնարավոր չի մեկ այլ ուսուցիչ փոխարինի։ Թե չէ իր պատճառով առարկանել ենք սկսում չսիրել։ Ու ընդհանրապես չենք ուզում դասերին մասնակցենք։ Երեխեք ջան, ես ձեզ լրիվ հասկանում եմ, բայց դուք էլ իրան հասկացեք։ Իր համար սա նոր միջավայր է ու ժամանակ է պետք, որ ինքը ադապտացվի։ Ես վստահ եմ, որ շատ շուտով դուք իրար կհասկանաք։ Ուղղակի անհնար է դառնում իր հետ հարմարվել, որովհետև ոչ մեկից կարծիքը հաշվի չի առնում։ Չեմ կարծում։ Մարդու տեսակը ժամանակի ընթացքում չի փոխվում։ Դուք եք չի ասում, որ ուսուցիչը առաջին հերթին պետք է աշակերտի հոգեբանությունը հասկանա, բացի դպրոցի դասերից իրեն օգնի նաև կյանքի դասերում։ Իսկ իր համար մենք ուղղակի երեխեքի խումբ ենք։ Իր միակառակելությունը մեզ մի քանի վարժություն տալն ու քննադատելն է։ Հա, գիտենք, որ երբեմն ուսուցիչներն են ինչ-որ խնդիրներ ունենում, բայց դրանք դպրոց բերել պետք չի։ Ախր մենք դրանում մեղավոր չենք։ Համաձայն եմ, բայց երբեմն նույնիսկ ինձ չի հաջողվում այդպես անել։ Եղեք, ուսուցիչը ձեր նման մարդ է ու հնարավոր է, որ պահիտակ տրամադրություն չունենա։ Բայց ես կրկնում եմ, ես վստահ եմ, որ դուք շատ շուտով իրան կհասկանաք։ Բայց հիմա պիտի գնաք դասի։ Ես որոշել եմ ընդհանրապես չնստել իր դասերին։ Բայց քանի որ հարգում եմ ձեր որոշումը, այս անգամ կգնամ։ Ապրես։
հանդիպեմ։ Չեմ ուզում նշանեմ, որովհետև ուշացողներին վատ եմ վերաբերում։ Չես ուշանա։ Գրիգոր, ես տեսել եմ քո նշանակած բացականների քանակը ու կարծում եմ, որ մի քանի րոպե ուշանալու համար այդքան բացակա պետք չի տնեն։ Ընկեր Մակարյան, վստահ եմ դու էլ դասավանդելու քո մեթոդները ունես։ Ամեն մեկս տարբեր կերպ ենք աշխատում։ Գրիգոր, երեխեքը քեզանից նեղված են։ Ու ես չեմ ուզում, որ լսարաններում լարված մթնոլորտ լինի։ Հավատա, ես չեմ թերագնահատում քո աշխատանքը, բայց ուզում եմ, որ դու փոխես քո վերաբերմունքը երեխեքի հանդեպ։ Շնորհակալ եմ խորհուրդների համար։ Ուղղակի ես էլ եմ աշակերտ եղել ու ոչ վաղ անցել եմ ավարտել։ Գիտեմ հիմա սերունդը ինչքան է փոխվել, որ հիմա ճիշտ չկառավարեմ, հետո չեմ կարողանալու կարգի հրավիրեմ։ Ինձ կներես էլի, իրոք ուշանում։ Հետո էլ չես կարողանալու կարգի հրավիրես։ Այս մարդու մասին այնքան վատ բաներ լսեցի երեխեքից, արդեն վատ եմ տրամադրվել։ Դե լավ, հա, երեխեք են։ Երևի մի երկու անգամ վրաները ջղայնացել է, նեղվել են։ Հա, իրոք, մեր մոտ էլ ըրտենց։ Ով մեզ երկուս էր նշանակում, հետո աչքովաչք չենք ունենում։ Ու հիմա մենք ենք, չէ՞, փորձաշրջան անցնելու որպես ուսուցիչներ։ Համալսարանը որ չպարտադրեր, այս պրակտիկաներին չենք էլ գա։ Ինձ թվում է, որ այս բարդը պատասխանատու գործը ոչ մեկս էլ չենք ընտրելու։ Եկեք ճիշտ էլի խոսանք, որ սաղս է Մակարյանի համատեցիք ես դպրոցը։ Ինչ համալսարանից դուրս եկել չեք հանդիպել։ Ափսոս, որ մեր գործը իր ձեռը չի լինելու։ Դուք չգիտեք, որ հիմա դասի ժամը է, ու ձեր ձայները լսվում են դրսից։ Բարև ձեզ։ Թե արկել բացադասի ժամանակ բարևելը։ Ձեր խումբը ինձ է կցված, ու դուք իմ պատասխանատվության տակ եք։ Պիտի ամեն ինչին շատ լուրջ վերաբերվեք, որովհետև երեխաների հետ եք աշխատելու։ Մենք դա լավ ենք հասկանում։ Հետաքրքիր է միշտ եք առանց բարևի սկսում ձեր զրույցը։ Ավելի ճիշտ բարևն արհամարելով։ Ոնց որ արդեն վատ ենք սկսել իրար հասկանալը։ Լավ չի։ Մի մոռացեք, որ ձեր պրակտիկան ստանալը ինձնից է կախված։ Ու ինչ էր ձեր ասածը նշանակում։ Մենակ չասեք, որ նշանակում էր։ Եթե մեզ կարգի չհրավիրենք, համասանում խնդիրներ կունենանք։ Հա, այդ սպառնալու քաղաքականություն դեր գործում, հա։ Մենք այդ փուլերը անցել ենք դպրոցական տարիքում։ Ձեր աշակերտների վրա միգուցե ազդեցություն ունենա, բայց ոչ մեր։ Մի րոպե էլի։ Ընկեր Գրիգոր, չէ՞։ Մենք լավ գիտենք, ուր ենք եկել ու ինչի համար։ Չեմ հասկանում մենակ, թե ինչի եք միանգամից սենց տրամադրված խոսում մեր հետ։ Մի քանի շաբաթ ենք այստեղ լինելու ու պետք չի մեզ միանգամից վատ ընդունել։ Մենք էլ ենք, չէ՞, լարված։ Ես լավ գիտեմ ձեր նմաններին։ Դուք այս տարիքում ինքնահաստատման կարիք ունեք։ Փորձում եք ձեր ինքնագնահատականը բարձրացնել։ Բայց լավ իմացեք, որ ես դա թույլ չեմ տա։ Հաստորեն երեխեքը ճիշտ էին ասում, էլի։ Որ մեր հետ եք սենց բայրանց հետ ինչ կերպ եք վարվում։ Ես որ ուսուցչի կերպարը սեր չեմ պատկերացրել։ Ու միանշանակ չեմ կարողանա ձեր հետ աշխատել։ Իրականում մեր տարիքային տարբերությունը քիչ է, ու եթե դպրոցից դուրս ինչ-որ մեկը իմ հետ սենց խոսար, հաստատ ուրիշ ձև կլներ։ Լավ է, մի լացի, ու իր ասածներին է ուշադրություն մի դարձրել։ Չեմ կարող, երևի ճիշտ էր ասում։ Ի՞նչն է ճիշտ ասում, դու մեր դասարանին գերազանցիկն ես, ամենալավը դու ես սովորում։ Պետք չի իր ասածների վրա տեսնել։ Էմա, ինչ ա եղել, ինչ ես լացում։ Հələ մի րոպե կարող ա դուք եք նեղացրել։ Ոնց կարանք մենք մեր ընկերոջը նեղացնենք։ Չէ, իրեն կապ չունեն։ Մենք կապ չունենք, ընկեր Գրիգորն է նեղացել։ Ինչ ա արել։ Այդ մարդը կանգնել է բոլորիս կոկորտին։ Ես էլ գիտեմ մենակ մեր հետ ա տենց։ Դու մի ասա, այս խեղճ երեխեքին օր ու արև չի տալիս։ Երեխեք ջան, բարև ձեզ։ Դուք ոնց որ ես դպրոցից եք։ Կարող ա իմանաք ընկեր Մակարյանը այսօր դաս ունի։ Հա, դպրոցում է։ Էմա, խոսա տեսնենք ինչ ա եղել։ Էմա, վերջապես խոսա, հասկանանք ինչ ա արել այդ մարդը, որ հիմա այս վիճակում ես հայտնվել։
Ինքը ասաց, որ ես անգրագետ եմ, որովհետև միած սխալ բան էի հասկացել, ու ասաց, որ ես կյանքում ոչ մի բանի չեմ հասնի։ Էդ են ընկեր Գրիգորն է ասել։ Աստված իմ ու ինքը մանկավարժա կոչվում։ Չի կարա համ ինքը մանկավարժ համարվի, համ ընկեր Մակարյանը։ Դուք էլ եք ճանաչում։ Երանի չճանաչեինք։ Հա, մենք էլ վատ ծանոթություն ունեցանք։ Այստեղ պրակտիկա ենք անցնում, հիմա էլ ընկեր Մակարյանին ենք փնտրում, որ խոսենք հետը։ Համալսարանում մեր դասախոսն ա եղել։ Ինքը երևի իմ ուսուցչականությունը։ Դու էլ մի նեղվի, Պուճուր, մենք մի բան կանենք, այս հարցը սես չենք թողնի։ Իր այդ ասածն էլ մոռացի, հաստատ իրականության հետ կապ չունի, եկեք երեխեք։ Աստուեն ուսանողներս հիմա էլ էստեղ են։ Մեզնից բրծում չունեք, էլի։ Ես միայն ուրախ։ Չեք պատկերացնի, թե մենք ինչքան ուրախ ենք։ Ափսոս, որ դուք չեք մեր ղեկավարը, այլ այն ճակերտավոր ուսուցիչը։ Հա, ընկեր Մակարյան, ճիշտ է, մենք այդ բաղ ուզում ենք խոսել ձեր հետ։ Մենք իր հետ չենք կարող աշխատենք։ Ուն դիմեք այդ հարցով։ Հա, հաստատ։ Եթե աշխատեցինք, համ մեր պրակտիկան չենք ստանալու։ Համ էլ այդ Գրիգորի վիճակն է վատ լինելու։ Ասել, դու պես խոսում ուսուցչի մասին։ Բա որ տենայք ինքը ոնց է իրան պահում, հիմա մեզ ոչ մի բանի մեջ չեք մեղադրի։ Հիմա էլ դուք ձեր հետ ինչ դեպք կատեղի ունեցել։ Լավ, ոնց կարելի է ընդհանրապես այդ մարդուն դպրոցի շեմից ներս թողնել։ Ընկեր Մակարյան, բարև ձեզ։ Չէիք տենց բուրըն քննարկում։ Վայ, ընկեր Մակարյան, ահա որ է մեր ղեկավարը։ Նոր տեսանք, մի փոքր աղջկա էր նեղացրել։ Ասում էր ինձ ասել է, որ ես կյանքում ոչ մի բանի չեմ հասնի։ Այս սրա մասին ենք ասում։ Մենք դեռ հեչ, մի քանի օր ենք այստեղ լինելու։ Բա մյուսները, ո՞նց կարելի է երեխեքի ճակատագրի հետ տենց խաղալ։ Ոնց հասկանում ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Մենք անկեղծ զարմացանք։ Դուք ընդհանրապես չեք հանդուրժում սենց բաները։ Ձեր են բարի խորհուրդներից որ տակ, ինձ թվում է ինչ-որ բան կփոխվի։ Ախր միշտ չի, որ մարդիկ ընդունում եք խորհուրդները։ Կարող է մի անգամից տնօրենի հետ խոսանք։ Դուք միշտ ասում եք, որ մարդուն ճիշտ ուղու վրա դնելու համար հեշտ ճանապարհներ չկան։ Հեշտ է ուղղակի ազատվել խնդրից։ Իսկ փորձել գտնել դրա լուծումը ինչ-որ բան փոխելը բարդ է։ Այս հաստատ է դեպքը չի, որովհետև արդեն ամեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Լավ, այսպես ենք անում։ Ես կխոսեմ ընկեր Գրիգորի հետ։ Իսկ դուք պետք է խոստանաք, որ նորմալ կհաճախեք դաս։ Երեխեք, փորձեք դրական տալ իրեն։ Սիրտը կփափկի։ Պիտի ունենա որ փափկի։ Ու մի խնդրանք ունեմ ձեզ։ Խոսեք երեխեքի հետ, որ իրենց տրամադրվածությունը փոխեն։ Այլապես խնդիրը չի լուծվի։ Ամենաբարդ գործը մեզ տվեցիք։ Մենք ինքներս չգիտենք ոնց ենք իր հետ լեզու գտնելու, երեխեքին ոնց ենք ինչ-որ բան ասելու։ Այ հենց դրանում էլ կայանում է մեր խնդիրը։ Դժվարություններից չպետք է վախենանք։ Իսկ հիմա գնանք ու մտածենք մեր հետագա քայլերի մասին։ Ես ձեր հայացքից միշտ վախեցել եմ։ Տնաս ինչի համար են պրակտիկա տնում այստեղ հավաքել։ Ինձ թվում է ընկեր Գրիգորին է վերաբերում հարցը։ Երեք իրանք էլ են բողոքում ու ասեցին, որ մի բան կմտածեն։ Իրանք անգամ մեր դպրոցից էլ չեն։ Ինչ պիտի կարողանան անեն։ Դե որ բոլորով խելք-խելքի տանք հաստատ մի բան դուրս կգա։ Վերջի վերջո մեզանից մեծ են, շատ բան են հասկանում։ Բարև ձեզ երեխեք ջան։ Ուրախ եմ որ ստեղ եք։ Ինձ թվում է արդեն հասկացել եք թե ինչի համար ենք հավաքվել։ Հասկանում ենք։ Դուք երևի ուզում եք օգնեք մեզ, որ բողոքենք ընկեր Գրիգորի դեմ ու իրան հեռացնեն։ Չէ, մենք չենք ուզում, որ իրան հեռացնեն։ Ուղղակի մի բան ենք մտածել, որը կօգնի, որ ինքը իր վերաբերմունքը փոխի բոլորի հանդեպ։ Ու ոնց եք պատկերացնում։ Այդ հնարավոր չի։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Եթե հարցին խելացի լուծում տանք։ Երեխեք, մենք պիտի իրան ցույց տանք,
որ ես կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Ու վատ վերաբերմունքի դիմաց վատն եք ստանում։ Վատարարքին վատով չեմ պատասխանում։ Այդ դեպքում որը կլինի մեր ու իրա տարբերությունը։ Կյանքի կանոններն են այդպիսին։ Ինչքան էլ մենք համաձայն չլինենք դրա հետ, դիմացինը պիտի հասկանա, որ առավել չի մյուսներից։ Անկախ ունեցած դիրքին։ Ու ինչ եք առաջարկում որ անենք։ Մարդուն ճիշտը ցույց տալու ճանապարհին պետքա հոգուն դիպչել։ Դրա համար էլ մենք մի փոքր կպատժենք ընկեր Գրիգորին։ Ուզում եք դասադուլ անենք։ Մոտավոր նման մի բան։ Չէ, մենք այդ քայլով կվնասենք մեր դասղեկին, իսկ մենք այդ չենք ուզում։ Մենք դեռ չենք ասել, թե ինչ ենք որոշել։ Ու ինչի մենք պիտի ձեզ վստահենք։ Որովհետև մեզ վստահում է ընկեր Մակարյանը։ Իսկ հիմա լսեք, թե ինչ եք անելու։ Երեխեք, բայց կարողա չպիտի տես անանեինք։ Արդեն արել ենք, ինքը լավը չէ։ Իսկ մենք չպետք է հանդուրժենք այդ վերաբերմունքը մեր հանդեպ։ Եթե ընկեր Մակարյանը իրանց վստահում է, ինչի թվում որ խնդիր կլինի։ Մենակ այդ փաստերից մի քիչ հույս տալիս։ Վերջ, ամեն ինչ պատրաստ է։ Ես իրա տեղը լինեի, այսքան բանը տենալուց հետո ազատվելուց դիմումը կգրեի։ Երեխեք, բայց այս ամեն ինչ ինձ ընդհանրապես դուրս չի գալիս։ Բա ինչն է դուր գալիս։ Անընդհատ լարված ու վախեցած լինելը, վատ վերաբերմունք ստանելը։ Մենք պիտի կարողանանք պաշտպանենք մեր իրավունքները։ Ոխրես ձևով, երեխեք մեզ դες չեն սովորացրել։ Այդ ուսանողներին ինչ կա։ Իրանք գնալու են, մենք ենք մնալու։ Ու այս հաստատ շատ վատ է անդառնալու մեր վրա։ Ոչ մի բան էլ չի լինի։ Ինձ թվում է այդ իրան շատ լավ դաս կլինի ու ինքը կփոխվի։ Տնասարեցին ինչ որ ասել ենք։ Մնում այն, որ վատ ընթացք չունենա։ Բայց մի տեսակ հասկացում եմ, արժեր իրանց վրա հույս դնել։ Հաստատ արած կլինեին։ Իրենց դուր եկավ մեր գաղափարը, ընկեր Մակարյանն էլ հաստատ գող կմնա։ Շատ խելացի բան մտածեցինք։ Այ հիմա սիրտը հաստատ կփափկի։ Ինձ թվում է, որ այս ամեն ինչ ընկեր Մակարյանին ընդհանրապես դուր չի գա։ Որ երկար եմ մտածում, հասկանում եմ, որ էս այն չէր, ինչին կկուզենար տեսնել։ Էլ չսկսես էլի, հարամ մի արա։ Հազիվ մի հատ նորմալ բան եք որոշել։ Ինքը պիտի հասկանա, որ այդ ձև չի կարելի։ Հա էլի, ես այդ Գրիգորի դեմքն եմ պատկերացնում, ինչքան վատ արար կա, հիշելու ու փոշմանի։ Ես հասկանում եմ ձեզ։ Հա, նկատի կունեմ։ Գրիգոր, ես էլի բոլորի գրավորները պատրել ես։ Ես ինչ է։ Տես, աշակերտներդ են ստեղ թողել։ Ես ուզում էի ամեն ինչ անեի, որ նորմալ սովորեի, լավ մարդ դառնայի։ Ես իմ պարտքն էի կատարում։ Իսկ իրանք իրականում երեխեք շատ վատ բան են համաձայն։ Բայց Գրիգոր, դու չես գիտակցում, որ ուսուցիչ լինելը ոչ միայն օրվա դասը սովորեցնելն է, երեխեքի վրա վերահսկողություն սահմանելն է, անընդհատ նկատողություն անելն ու բողոքելն է։ Այդ երեխեքը նոր են մտնում այս կյանք, նոր են սկսում հասկանալ, թե ինչ է կյանքը ու քո վերաբերմունքը իրանց կոտրում է։ Ուսուցիչը իմ կարծիքով առաջին հերթին պիտի ընկեր լինի։ Գիտես ընկեր Մակարյան, դու երևի ճիշտ ես։ Ես իսկական ուսուցիչ չեմ։ Երեխեքը քո նման ուսուցիչներին են սիրում, վստահում, հավատում։ Ես ավելի շուտ պիտի հասկանայի, որ սա իմ տեղը չի։ Բայց երբեք էլ ուշ չի սխալները ուղղելու համար։
Տեսնես արդեն տեսել է։ Ինձ թվում է տեսած կլինի, դասները սկսել է ինքն էլ չի ուշանում։ Հա, մեր դասարանը պիտի մտներ։ Գրավորները դարակում էր թողել։ Մեզ մնում է սպասենք տեսնենք ինչ է լինում։ Չպիտի ձեզ լսեինք, շատ անշնորհք քայլ արեցինք։ Դա մեր լավությունը։ Մենք առաջարկեցինք, չհամաձայնվեիք։ Կարող է վերջում էլ ամեն ինչ մեր վրա բարդեք։ Ընկեր Մակարյան, մենք էլ ձեզ մոտ ենք ուզում գալ։ Ուզում եք գայք ու պատմեք ձեր փառայեղ արարքի մասին։ Էդ ինչ եք արել երեխեք։ Մենք ուղղակի երեխեքին խորհուրդ տվեցինք ինչ-որ բան անեն, որը կփափկեցնի այդ ուսուցչի սիրտը։ Նման դեպքում սիրտը չի փափկի, հակառակ, կչարացնի իրեն աշխարհի ու մարդկանց հանդեպ։ Ընկեր Մակարյան կներեք էլի մեզ, մենք մտածեցինք այդ քայլով ինքը իր սխալները կհասկանա։ Այդ միակ ելքն էր իրան ցույց տալու, թե ինքը ոնց հավարվում ուրիշների հետ։ 20 հոգով դուրս եկել մի մարդու դեմ։ Արել եք մի բան, ինչի հետևանքի մասին չեք էլ մտածել։ Այս աշխարհում կան շատ ավելի արժանապատիվ ու խելացի լուծումներ, իսկ դուք գնացել եք ու ընտրել եք ամենադաժանը։ Իսկ իրան կարելի էր մեր հետ տենց վարվել։ Իհարկե չէր կարելի։ Այս դեպքում սխալը եւ ինքը եւ դուք, բայց ինչի ընտրել ամենադաժան տարբերակը, հա? Եթե կարելի է մարդուն սեր ու բարություն տալ։ Ընկեր Մակարյան, մենք կգնանք ու ներողություն կխնդրենք ընկեր Գրիգորից։ Եթե հասցնեք։ Ընկեր Գրիգորը ազատման դիմում է ներկայացրել։ Մենք չէինք մտածում, որ մեր այս քայլը այդքան լուրջ հետևանքներ կունենա։ Մտածում ենք, որ ընդհանրապես մի փոքր պատժի միջոց է, որը կկպնի իր հոգուն։ Ինչպես դուք եք ասում, ընկեր Մակարյան, մարդու հոգուն կպած ցանկացած բան չի կարող փոքր լինել։ Եղեք։ Ես չեմ արդարացնում իր քայլերը ու չեմ էլ ասում, որ ինքը ճիշտ է, բայց ինքը հիմա հեռանում է։ Ու հեռանում է մեզանից նեղացած։ Մեր արարքը իր սրտում պահած։ Այն սրտում, որի համար մենք բարություն էինք ցանկացել։ Մենք չենք թողնի, որ ինքը մեզանից նեղացած գնա։ Ավելի ճիշտ ընդհանրապես չենք թողնի, որ գնա։ Ասեք, որ դեռ էստեղ անկեր Մակարյան։ Մենք պիտի խոսանք ու ներողություն խնդրենք մեր արարքների համար։ Դուք ասում եք, երբ որ մարդիկ կարողանում են ներել իրար, մի բեռ ընկնում է իրանց ուսերից։ Հիմա մենք էլ պիտի ներենք ընկեր Գրիգորին ու հույս ունենք, որ ինքն էլ մեզ կների։ Դե, շտապեք, որ հասցնենք։ Ընկեր Մակարյան, հուսամ դուք էլ մեզ կներեք։ Այս ամեն ինչի մեղավորը մենք ենք կազմակերպել, բայց խոստանում ենք ուղենք։ Կներեք ընկեր Գրիգոր, որ անաստակելու մտանք։ Ուղղակի ձեր հետ խոսալու բան ունենք։ Ես արդեն գնում եմ։ Ձեր տված նամակներն ստացել եմ։ Հանգիստ եղեք։ Չէ, դուք չպիտի գնաք։ Անցեք նստեք։ Ձեր աշակերտները ընդհանրապես կապ չունեն այս ամենի հետ։ Մեր ամբիցիաներն են եղել այս ամեն ինչի պատճառը։ Ու դրա համար այսքան մարդ չպիտի դուժի։ Դուք լավ մասնագետ եք ու այս երեխեքը չպիտի կորցնեն ձեզ մեր պատճառով։ Չէ, այս ամեն ինչի մեղավորը բոլորս ենք։ Ու ուզում ենք ձեզանից ներողություն խնդրենք մեր արածների համար։ Հա մենք նեղացած ենք ձեզնից։ Ու մտածում ենք, որ դուք վատն եք, ու մեզ ընդհանրապես չեք սիրում։ Բայց մենք նաև գիտենք, որ վատ մարդիկ չկան։ Ուղղակի պետք է գտնել ու դուրս հանել այդ լավ կողմերը։ Մենք գիտենք, որ չմտածված քայլերը կարող են ճակատագրեր փչացնել։ Ու համել մարդու հոգին ամենանորթն է, ու դրան չի կարելի դիպչել։ Եվ վերջապես ներել կարողանալը ոչ բոլորին է դրված։ Հիմա ուզում ենք, որ հենց այստեղ բոլորս իրար ներենք ու խնդրենք ձեզ, որ չգնաք։ Մենք բոլորով պետք է ուղենք մեր սխալները։ Իսկ եթե դուք գնաք, ամեն ինչ կիսատ կմնա։ Այն ինչ որ դուք հիմա ասում եք, ձեզ մի լավ ուսուցիչ է սովորացրել։ Ով իդեպ հիմա այստեղ է։ Ես ինքս էլ շատ բաներ եմ սովորել ընկեր Մակարյանից ու հասկացել եմ, որ մենք մեր կյանքում միշտ նոր ուսուցիչներ ենք ունենում, ովքեր մեզ կարող են սովորացնել եւ լավը, եւ վատը։ Ես չեմ ուզում ձեզ վատը սովորացնողը լինել։ Ու դուք հիմա ինձ երկրորդ շանս եք տալիս,
իմ սխալները ուղղելու ու ձեզնից էլ ինչ-որ բան սովորելու համար։ Ճիշտ եք ասում, Գրիգոր, երբեմն աշակերտն է մեզ համար դառնում ուսուցիչ։ Ցույց դնում մեր սխալները ու ժամանակ տալիս դրանք շտկելու համար։ Երեխեք, ես վստահ եմ, այսքանից հետո դուք ու ընկեր Գրիգորը դեռ երկար ճանապարհ ունեք իրար հետ անցնելու։ Ու տա Աստված, որ այդ ճանապարհը ուղեկից լինի միայն սիրով ու բարությամբ։